ինձ թվում է մենք պետք է շատ հստակ պատասխան տանք մեզ այն հարցին, թե հանուն ինչ ենք մենք պայքարում։ Որն է մեր հավաքական նպատակը, որովհետև բոլոր այդ անձանց անունները, որ դուք ասում եք, ի վերջո եւ դրանք տարբեր մարդիկ են պետք է ասել, տարբեր նաեւ դրդապատճառներով են, որ հայտնվել են անազատության մեջ։ Իրար հետ էլ շատ հակասություններ ունեն։ Իրար հետ էլ հակասություններ ունեն եւ այլն, բայց մենք պետք է հասկանանք ի վերջո ինչն է մեզ միավորում, որովհետև ամեն ինչ չի որ միավորում է։ Որովհետև նորմալ պայմաններում, նորմալ քաղաքականության պայմաններում այդ մարդկանց մեջ կլինեին մարդիկ, ոնց այդ մենք կմրցակցեինք, ու նույնիսկ կարող է պայքարենք եւ այլն։ Բայց հիմա գոյություն ունի ֆունդամենտալ աշխարհաքաղաքական, աշխարհահայացքային ընտրության խնդիր։ Սա քաղաքական խնդիր չի։ Սա շատ լուրջ ճամփաբաժան է, որի առջև կանգնած է հայաստանաբնակ հայ ժողովուրդը եւ մեծ հաշվով նաեւ հայ ժողովուրդը ընդհանրապես։ Այդ ճամփաբաժանը հետեւյալն է. տարալուծվել թուրքական աշխարհի մեջ եւ դառնալ այսպես կոչված կամուրջ թուրքական աշխարհում, ինչպես պնդում է Փաշինյանը, թե փորձել Հայաստանը վերածել անառիկ ամրոցի, փորձել պաշտպանել մեր ինքնությունը, զարգանալ որպես ազգային պետություն, ելի որոշակի ինչ որ համագործակցություն ունենալ շրջակա թուրքական աշխարհի հետ, որտեղ չես կարող դա բացառել, բայց թույլ չտալ, որպեսզի թուրքական աշխարհը իր գերիշխանությունը հաստատի մեր մեծ հայրենիքից մնացած այս վերջի հատվածի վրա։ Այդ ընտրությունը, եկեք շատ հստակ ձևակերպենք ընտրությունը։ Այդ ընտրության մեջ կարող են վարիացիաներ լինեն, կարող են մարտավարական տարբերություններ լինեն, կարող է մեկը ասի մեր նպատակը Արցախի հետ վերադարձնելն է, մյուսը ասի մեր նպատակը այն է, որ Արցախի հայ ժողովուրդը վերադառնա Արցախ եւ այլն։ Այդ ամեն ինչը որոշակի, այսպես ասած, տակտիկական տարբերություններ են։ Ֆունդամենտալ խնդիրը դա պատրաստ ենք մենք նորից ապրել թուրքական գերիշխանության տակ, թե ոչ։ Եվ ես ուզում եմ հիշեցնեմ, եւ դա իմ ուղերձի շատ կարեւորագույն, այսպես ասած, կարմիր թեման է, որ մենք արդեն ապրել ենք թուրքական գերիշխանության տակ, եւ դա վերջացել է ցեղասպանությամբ եւ հայրենազրկմամբ, եւ այն հսկայական տարածքը, մոտ 300,000 քառակուսի կիլոմետր, որի վրա պատմականորեն 3000 տարի եւ ավել ապրում էր հայ ժողովուրդը, տարածվում էր, բարգավաճում էր հսկայական քանակությամբ մշակութային, հոգեվոր եւ նյութական ժառանգություն է ստեղծել։ Հիմա ավերակների մեջ է եւ այդտեղ այլևս հայ մարդ չի ապրում։ Կամ շատ չնչին քանակություն է ապրում, ասենք բնակչության 0.035%, հա։ Եվ մենք պետք է հասկանանք, որ թուրքական գերիշխանության տրվելը իր մեջ ունի նույն վտանգը, որ այսօր կարող է գլխի տակ փափուկ բարձ դնենք ես օգտագործեն։ Ոնց որ օգտագործել են մի քանի հարյուրամյակ հայերին որպես այսպես ասած լավ արհեստավոր, լավ առևտրական, հա։ Եւ լավ ճարտարապետ, լավ բժիշկ, մտավորական, այո։ Իսկ հետո երբ որ պահ եկել է, ունեզրկել են, իրավազրկել են եւ վերջում նաեւ զրկել են կյանքից։ Եւ նույնիսկ Թալիաթի ու մյուսների հետ նրանց կապերը չեն փրկել անձնապես, երբ մարդիկ հաշվարկում են, որ իրենք կարող են թուրքական վերնախավի հետ անձնական մտերմությամբ փրկվել։ Որովհետեւ թուրքական վերնախավը իրականացնում էր ծրագրված, համակարգված, այսպես ասած, քաղաքականություն, որի նպատակը հայկական տարը ընդհանրապես բնաջնջելն էր։ Հիմա ես ուզում եմ արմատական հարց դնել մեր բոլոր ունկնդիրների առաջ։ Պատրաստ ենք մենք հանուն այսպես կոչված պատրանքային խաղաղության մեզ ենթարկել նույն վտանգին, նորից ապրել, ընդունել եւ ապրել թուրքական գերիշխանության տակ, այն հեռանկարով, որ ցանկացած պահի, եթե մենք մնացել ենք թուրքական ողորմածան, թուրքերը կարող են որոշել, որ այստեղ այլևս հայկական տար չպետք է լինի։ Իդեպ, որովհետեւ մենք հասկանանք 2023 թվականին սեպտեմբեր ուղիղ դա է տեղ ունեցել Արցախում, երբ որ մոտ 500 մարդ մի քանի օրվա ընթացքում զոհվեց մարտական գործողություններում, հետո այդ ցիստերնի պայթունից, հետո նաև ճանապարհին մեծ քանակությամբ ծերեր եւ այլն, եւ ամբողջովին հայաբնակ տարածքը ամբողջովին հայաթափվեց մեկ շաբաթվա ընթացքում։ Իսկ ով է ասում, որ նույնը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետությանը, եթե մենք նորից տրվենք թուրքական ողորմածության։ Եվ եթե հարցը նայում է թե որն է այլընտրանք հետևելն է, չես տրվում թուրքական ողորմածության, ընդհակառակը դաշնակցում ես բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են դիմագրավել թուրքական էքսպանսիային, կլինի դա Ռուսաստանի դաշնությունը, կլինի դա Իրանը, կլինի դա Հնդկաստանը, որը բնականաբար մեծ շահ ունի դրանում շահը, կլինի դա Չինաստանը, կլինեն այլ պետություններ։ Դու իրանց հետ դաշնակցում ես եւ փորձում ես իրանց հետ միասին համատեղ ամրացնել քո ազգային անվտանգությունը, քո պաշտպանությունը, քո ներքին դիմադրողականությունը։
Այդ է երկընտրանք հիմա։ Նույնիսկ եմ ասում, դրա մեջ բազմաթիվ վարիացիաներ կարող են լինել։ Եվ իրականում այսօրվա քաղաքականությունը նրա մասին չի, թե ով քանի հատ մանկապարտեզ է կառուցել, թե կամ տեղական համայնքին քանի հատ կոմբայն է նվիրել։ Երբ որ այս ազգային ժողովը նայում եմ այդ քննարկումները, իմ մոտ ինչ-որ իմաստով դեժավյու է, որ մեկ թողած մեծ հարցը, որը օդում կախված է, ընկած ենք մանր հարցերի հետևից։ Սկզբից պետք է մեծ հարցին պատասխան տալ։ Ես հենց դրա համար ասացի, որ մեր քաղաքական միտքը մեծավ մասամբ խորհրդարանից դուրս է մնացել, եւ շատ կարեւոր է, որ արտախորհրդարանական առողջ ընդդիմադիր քաղաքական միտքը եւ ընդհանուր առմամբ հասարակական դաշտը մեկտեղվի եւ ինքը սկսի թելադրել խորհրդարանացած ընդդիմադիր ուժերին հասարակական զարգացումների ընթացքը, ցույց տա, որ այս խորհրդարանը, այս կառավարությունը, այս իշխանությունը լեգիտիմ չէ եւ չի ներկայացնում հայ ժողովրդին եւ նրա հավաքական շահը։ Եվ ուզում եմ հիշեցնել նաև, որ 2 օր առաջ, երբ դուք դուրս եկաք դատարանի շենքից, մի կարևոր հայտարարություն արիք, որը նույնիսկ որոշ ընդդիմադիր գործիչներ ասում են ոչ այդքան ուղիղ, ասում են երբեմն որոշ ակնարկներով։ Խոսքը Արցախ-Ադրբեջանի կազմում չճանաչելու մասին է։ Գիտեք, ես ընտրարշավի ամբողջ ընթացքում անհարմարության զգացում ունեի, պարոն Չալաբյան, որովհետև չկային ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք կհայտարարեին, թե չեն ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում։ Ես տեսնում եի հակառակը, նույնիսկ թրիփը ողջունող հայտարարություններ էի տեսնում, եւ այդ ժամանակ հարց էր առաջանում, թե որն է այս վարչախմբի եւ կոնկրետ այդ կամ մեկ այլ ընդդիմադիր ուժի տարբերությունը։ Ես բնավ արկածախնդրության կոչ չեմ անում եւ չեմ ասում, որ պետք է ասենք հաջորդ իշխանությունը գար եւ պատրեր դեն նետեր բոլոր փաստաթղթերը, բայց ոչ, դրանց մեջ պետք է փորձեր գտնել եւ վերաբանակցել մեզ համար ընդունելի դրույթներ եւ իշահ մեզ խաղարկել։ Եկեք նախ փորձենք նաև որոշակի ընդդիմադիր դաշտում, այսպես ասած, ներքին ազնվություն դրսևորելով հասկանալ, թե ինչու է ընդհանուր առմամբ մեր հասարակական քաղաքական միտքը հիմա խուսափում մեզ համար այդքան կարևոր եւ ընդհանրապես մի քանի տարի առաջ տեղի ունեցած այդ սարսափելի հայրենազրկման, բռնագաղթի մասին, մարդկության դեմ այդ ծանրագույն հանցագործության մասին խոսելուց, երբ կա օրինակ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որի մասին դուք եք շատ խոսել, այսինքն փաստարկները մեզ տրված են, ինչու ենք մենք դրա մասին նաև ընդդիմադիր դաշտը խուսափում խոսելուց եւ ինչպես դա նորից վերադարձնենք հանրությանը։ Շատ է, տեսեք, իրականում կա մի քանի գործոն, որը բացատրում է այսօրվա ձևավորված, այսպես ասած, քաղաքական մթնոլորտը։ Մեկը այսպես կոչված ռեալ պոլիտիկն է։ Այսինքն այն իրողության գիտակցությունը, որ Արցախը արդեն կորսվել է որպես այդպիսին, հետ վերադարձնելը ենթադրաբար համենայն դեպս տեսանելի հեռանկարում աներևակայելի, գուցե անհնար ջանքեր է պահանջում եւ բոլոր ուժային կենտրոնները արդեն հաշտ են դրա հետ։ Եվ բոլոր ուժային կենտրոնները արդեն հաշտ են դրա հետ, ինչ որ իմաստով, հա, կամ առնվազն անհաշտություն ակնհայտորեն չեն դրսևորում, եւ այդ պայմաններում պետք չի գնալ, այսպես ասած, գլոբալ կոնսենսուսի դեմ։ Բայց դրանք գումարվում է նաև ներքաղաքական նկատառում։ Ներքաղաքական նկատառումները այն է, որ եթե երկրում կա մոտ 2 միլիոն իրական ընտրող, հիշեցնեմ, որ մոտ 5 միլիոն երկրից դուրս է ապրում, ապա Արցախ հայերը առավելագույնը դրա 2%-ն են եւ այդ 2% ընտրողի, այսպես ասած, քաղաքական պատվերը չի կարող գերակշռել մնացած 98%-ին։ Տեսեք ինչու՞ է այս ամեն ինչի ֆունդամենտալ խոցելիությունը։ Նախ ակնհայտ չի, որ այդպիսի գլոբալ կոնսենսուս կա։ Եվ ակնհայտ չի, որ գլոբալ կոնսենսուսը կպահպանվի ինչ-որ ժամանակ հետո։ Ով ասել, որ տենց է լինելու։ Ով ասել։ Ընդհանրապես ասած, պատմական իրադարձություններին պետք է նայել շատ ավելի մեծ ժամանակային հեռանկարով, հա։ Ի վերջո, երբ որ 1994 թվականին մենք կարողացանք հաղթանակով ավարտել պատերազմը, Ադրբեջանը կարող էր համակերպվել այդ արդյունքի հետ, ասել դե գիտեք ինչ, եկեք ես ճանաչեմ Արցախը Հայաստանի կազմում, դուք էլ ինձ վերադարձրեք տարածքների մի մասը, դրա շուրջը մենք կարողանանք գալ, այսպես ասած, փոխզիջման, ավարտենք այս պատերազմը, ամեն մեկս գնանք մեր գործերին, չէ՞, բայց չարեցին այդ։ Իրականում հետևողականորեն ներդրում կատարեցին նրա մեջ, որ հասնեն ռևանշի։ Եվ այդ ներդրումը տևեց 30 տարի։ 94 թվականին իրանք պարտվեցին, 2023 թվականին կարողացան ըստեյության շրջել, հա, այդ ամեն ինչը իրենց օգտին։ Տևեց 29 տարի։ Հիմա ով ասում, որ Արցախի վերադարձը պետք է տեղի ունենա 2 տարվա մեջ։ Բնականաբար ոչ մեկ այդպիսի պատրանք չունի։ Բայց ով ասում, որ դրանից պետք է հրաժարվել։ Իսկ հրաժարվում ես ինչի դիմաց։ Դիմացը ինչ է ստանում։ Խաղաղություն, ես կարող եմ պնդել իրականում, որ խաղաղություն կարելի է ապահովել լրիվ ուրիշ միջոցներով։
լրիվ ուրիշ միջոցներով։ Խաղաղություն կարելի է ապահովել, եթե մենք իմ ասած տերությունների հետ կարողանանք նորմալ հարաբերություններ ձևավորենք, իրանք ըստ էության դառնան մեր խաղաղության եւ տարածաշրջանային խաղաղության ընդհանուր երաշխավորը։ Եվ այդ դեպքում դու կունենաս խաղաղություն։ Եվ դու Ադրբեջանի հետ կունենաս շատ կարևորագույն բանակցային ըստ էության հարց։ Արցախի հարցը նույնպես վերադարձնած բանակցության սեղանին։ Ասես հարգելիներս, ախր եկեք մի հատ հիշենք, էլի, եթե մենք ուզում ենք Ալմատայի հռչակագրի հիման վրա մեր հարաբերությունները կարգավորենք, այն բան, երբ որ դուք Ալմատայի հռչակագիրը ստորագրել եք, իսկ Ադրբեջանը հիշեցնեմ ձեզ 93 թվականին է ստորագրել Ալմատայի հռչակագիրը՝ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որը ստորագրել է 92 թվականի սկզբին։ Եվ ավերացրել է վերապահումներով այն ժամանակվա գերագույն։ Այդ բան, երբ որ դուք ստորագրել եք, դուք Արցախը չեք վերահսկել, մեկ։ Երկրորդը, եթե խոսքը գնում է սովետական տարիների սահմաններին վերադարձի, հա, սովետական ստատուս կո, այդ ժամանակ Արցախը եղել է նաև ինքնավար մարզ։ Ունեցել է ինքնորոշման որոշակի մակարդակ, հա, ինքնավարության որոշակի մակարդակ։ Դե եկեք խոսանք դրա մասին։ Չէ, ոչ ենք ասում նորից պատերազմի գնանք, բայց ասում ենք հետևյալը, եթե մենք գնում ենք նրա, որ այս տարածաշրջանում ֆունդամենտալ խաղաղության հասնենք, խաղաղության պետք է հասնել այն պայմաններում, երբ որ ոչ մի կողմը տուժած չի։ Ամեն կողմ մեղմ ասած ստանում է իր հասանելիքը։ Տեսեք, նախորդ իրավիճակում մինչև 2020 թվականը ըստ էության Ադրբեջանն էր տուժած կողմ, հա, որը համարում էր, որ մի շարք ադրբեջանաբնակ շրջաններ ըստ էության հայկական կողմի կողմից գրաված են, իրանց գաղթականները չեն կարողանում վերադառնալ եւ այլն, հա։ Հիմա հակառակն է, տեղերով փոխվել են։ Եվ չի կարող լինել երկարաժամկետ խաղաղություն, եթե կողմերից մեկը համարում է, որ իր ֆունդամենտալ հիմնարար իրավունքները խախտված են, իսկ ակնհայտ է, չէ՞ որ այդպես է։ Դեպի ես ասում եմ, ադրբեջանցիներն են դա հասկանում, որովհետև դրա արդյունքում այս տարիների ընթացքում հարյուրավոր ադրբեջանցիներ պայթել են ականների վրա։ Արցախի հայաբնակ մասը չի վերաբնակեցվում ադրբեջանցիների կողմից, չեն ուզում այդտեղ ապրել, որովհետև հասկանում են, որ այսօր կարող է գան վաղը իրանց ձեռքից առնեն իրանցը չի, գիտեն որ իրանցը չի, ավելին իրենք երբեք չեն ապրել այդտեղ։ Ավելին փակ գոտի է շարունակում մնալ։ Եվ շարունակում է փակ գոտի մնալ, այս վերջերս պարզվեց, որ Ստեփանակերտում, որը երբ որ այնտեղ հայկական իշխանություններ 60,000 բնակչություն ուներ, հիմա կարող է 60 ադրբեջանցի ընդամենը ապրում, 60,000-ի փոխարեն 1000-ին մեկ հարաբերակցությամբ, հասկանում եք, այսինքն պետք է ժամանակի ընթացքում եւ հիմնականում դիվանագիտական միջոցներով աստիճանաբար վերականգնել այն բանը, երբ որ մենք պետք է փորձենք գալ այն խաղաղության, որում ոչ մեկը տուժած չի։ Հիմա մենք տուժած ենք։ Հիմա 120,000 մեր Արցախի հայրենակիցներ գաղթականներ են, զրկվել են ոչ միայն իրաց տներից, զրկվել են իրաց կենսակերպից, իրաց միջավայրից, իրաց այն ամեն ինչից, որը իրաց կյանքն է եղել։ Նախնիների գերեզմաններից, եկեղեցիներից, իրաց այգիներից, իրաց ամենօրյա առօրյայից եւ այլն, հասկանում եք, եւ չեն էլ կարող վերականգնել։ Չես կարող, իրանք իրականում հիմա բանտում են ապրում ինչ-որ իմաստով, հասկանում եք, այսինքն իրան վերել դրել են ինչ-որ փոքր պատերի մեջ, ասում են դե մի ձև յոլա գնացեք, այտենց չի, դա կյանք չի, հասկանում եք։ Եվ այդ ամեն ինչը պետք է ժամանակի ընթացքում բնականաբար վերականգնվի, բայց դու պետք է կամք դրսևորես։ Եթե դու այդ կամքը չես դրսևորում եւ ասում ես հանուն մի քանի ցիստերն ադրբեջանական բենզինի ես պատրաստ եմ դրանից հրաժարվեմ, ուրեմն բնականաբար ոչ մեկ քեզ ոչ մի չի վերադարձնելու։ Իսկ եթե դու դրսևորում ես կամք, ի վերջո ստիպված են լինելու քո հետ հաշվի նստելու։ Եվ դրա համար է, որ ես երեք գուցե մի քիչ ավելի էմոցիոնալ ասացի, քան թե սովորաբար կասեմ, բայց ֆունդամենտալ իմաստով մենք հավատում ենք դրան, որ մենք նախ դրա հնարավորություն ունենք։ Երկրորդը դա որևէ կերպ չի սպառնում Հայաստանի Հանրապետության, ընդհակառակը դա Հայաստանի Հանրապետության անվտանգության հավելյալ գործոն է, որովհետև դու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այսպես ասած, բանակցությունները նորից վերադարձնում ես Ադրբեջանի դաշտ։